նույն արհեստական բանականությունը այսօր շատ ակտիվ օգտագործվում է քաղաքական գործիչների կողմից, ԱՄՆ նախագահան օրը մեջ ինչ-որ մի բան է ԱԲ-ով ստեղծում ու դա սկանդալներ է առաջացնում ու շատ դեպքերում ակնհայտ է, որ ինքը միտումնավոր է դա անում, հենց որ սկանդալ առաջացնի։ Հիմա տվյալ դեպքում մենք սա հիբրիդային չենք կոչի, որովհետև այդ մարդը նստած է իր երկրում եւ ներսից ինչ-որ բաներ է անում, բայց դա գործիքակազմ է, որը կարող է դրսից ներազդողը նույն գործիքակազմը օգտագործի։ Դրսից ազդողը կարող է օգտագործի ինչ-որ իր գործակալներին երկրի ներսում։ Այսինքն, այստեղ գործիքակազմը ես չէի պիտակավորի, որովհետև մեծ հաշվով ԱԲ-ից բոլորն էլ օգտվում են, ուրիշ հարց թե միտումը, այստեղ, այսինքն կա չարամիտ միտում, ընդ որում այդ չարամիտ միտումը դրսից ինչ-որ մի կենտրոնից է գալիս, թե օրինակ կոնկրետ քաղաքական ուժի ինչ-որ SMM մասնագետը իրեն հանճար է զգացել ու որոշել է դա ինչ-որ տենց շատ ակտիվ օգտագործել։